Պարոն Բաբայան, օրերս Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց էր տվել եւ զգուշացրել Հայաստանին, թե միաժամանակ չէ կարող նստել եւ ԵԱՏՄ եւ ԵՄ աթոռին։ Դեսպանի այս արձագանքը ինչպես է գնահատում, ինչ է ակնարկում Մոսկվան Կոպիրկինի շուրթերով։ Մոսկվան արդեն երկար ժամանակ կարծեմ ակնարկում է միայն մի բան, որը կոչվում է սպառնալիք։ Ես կարծում եմ, որ ասացի մեջ կա տրամաբանություն եւ ժամանակին, երբ որոշում էր կայացվում, որ Հայաստանը մտնի այդ մաքսային միության, որը հետո կոչվեց ԱՏՄ մեջ, նաեւ զգուշացնում ենք, որ դա ճիշտ ընտրություն չէ, որտեղ չաշխատող համակարգ է։ Այն որ այսօր Հայաստանը ունի որոշակի դիվիդենդներ այդտեղ լինելուց, դա գալիս է ոչ թե նրանից, որ լավ տնտեսական համակարգ է գործում, այլ որ կան որոշակի պատժամիջոցներ եւ այլն, որոնց տարբեր երկրներ, այդ թվում եւ Հայաստանը նաեւ ժամանակավոր օգուտներ ունի, բայց դա բացարձակապես չի նշանակում, որ դա շարունակվելու է մշտապես։ Այնպես որ կարծում եմ սպառնալիքները թող մնան սպառնալիքներ, բայց այն որ Հայաստանի ցենց ասենք Հայաստանի կողմնորոշումը պետք է գնա դեպի որակյալ տնտեսություն, սա միանշանակ է, որտեղ վերջի խոսքը գնում է ոչ թե ռուսասիրության մասին կամ ռուսներին չսիրելու մասին, խոսքը գնում է տնտեսական համակարգերի մասին։ Մեկը արդյունավետ է, մյուսը արդյունավետ չէ։ Եվ երբ ուզում են, որ դու մնաս որոշակի տնտեսական համակարգում, այդ համակարգը փորձում են դարձնել գրավիչ, այդ ժամանակ պետք է գործել սպառնալիքներով։ Եթե համակարգը գրավիչ է, ուրեմն պարզ է, որ միայն ապուշը կարող է հրաժարվել այդ համակարգից։ Իսկ եթե համակարգում կամ այդ ոլորտում պահելը հնարավոր է միայն սպառնալիքներով, դա նշանակում է, որ ուրիշ ձև, ուրիշ սկզբունք չկա համոզելու, որ դու լինես այդտեղ։ Կարող է ժամանակավոր որոշակի օգուտներ ունենաս, բայց չէ որ մենք մտածում ենք մեր երկրի մասին ոչ թե 1-2 տարվա ապագայակնկալիքներով, այլ մտածում ենք ոնց անենք եւ պետք է անկեղծ խոստով անենք, որ դա դեռ ոչ մեկին չի հաջողվել այս 35 տարվա ընթացքում անել այնպես, որ այս մեր երկիրը լինի գրավիչ մեր քաղաքացիների համար։ Մենք ցավոք սրտի երկրի գրավիչ լինելը հաճախակի փոխարինել ենք պարզապես վայ հայրենասիրական կոչերով, բայց փաստը ցույց է տալիս, որ նույնիսկ նրանք, ովքեր շատ ակտիվ են օգտագործում հայրենական թեզերը, իրենց ընտանիքները, իրենց ամենամտերիմ բարեկամները ուրիշ օտար ափերում են գտնում իրենց ուրեմն ապագան։ Ուրեմն խնդիրը ուրիշ տեղում է գտնվում։ Խնդիրը գտնվում է նրանում, որ մենք պետք է այս երկիրը գրավիչ դարձնենք մարդու համար։ Հիմա հաճախակի խոսում են տարբեր գաղափարախոսությունների մասին։ Ես անկեղծ ասած ընդունում եմ միայն մեկ գաղափարախոսություն, որի կենտրոնում մարդն է, որպես մեծագույն արժեք։ Մնացածը արդեն ենթադրվում է։ Եթե մենք մարդուն ենք համարում մեծագույն արժեք, մենք պետք է այդ մարդու համար ստեղծենք բոլոր պայմանները։ Հունիսին սպասվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, ինչ է կարծում Մոսկվան փորձում է հայ-ռուսական հարաբերությունների միջև արկասառույցը հալեցնել այս կերպ։ Դե չգիտեմ անկեղծ ասած, ես կարծում Ռուսաստանի պես երկրում եւ ոչ միայն երևի Ռուսաստանի ամեն ինչ մեկ անձ է որոշում, դա կարող է լինել այստեղ կարող է գալ Լավրովը, կարող է գալ Մատվիենկոն, բայց որոշում է մեկ անձ եւ կարծում եմ երևի թե որոշակի, ասենց ասեմ, որոշակի մոտեցումների փոփոխություն Ռուսաստանի կողմից այնուամենայնիվ տեղի են ունեցել։ Այն թեզը, որով առաջնորդվում է Ռուսաստանը եւ ռուս չինովնիկները
Առանձվարանելու բարձրաձայնում էին այդ թեզը, ռուսերեն կոչվում էր «Կուդա вы денетесь»։ Երևի թե հասկացել են, որ դա այդքան էլ այդպես չէ, եւ բոլոր դեպքերում Հայաստանի հետ խոսել միայն սպառնալիքներով, թշնամանալով, Հայաստանի թշնամիներին զինելով, Հայաստանի վրա հարձակվելու իրավունք տալով, հաճախակի նույնիսկ հորդորելով հարցը հնարավոր չի լուծել։ Մենք երբեք, ամենայն դեպս ես անձամբ որպես մարդ դեմ չեմ եղել որևէ ժողովրդի հետ, որևէ պետության հետ նորմալ, հավասար, հարգալից հարաբերություններ ստեղծելու համար։ Եթե խնդիրը դա է, կարելի է միայն ողջունել։ Թող գան տարբեր ռուսական պաշտոնյաներ, մենք երկրներ ենք, որոնք իսկապես ունեն համատեղ պատմություն եւ դառը էջերով եւ միգուցե լուսավոր էջերով, առաջին հերթին լուսավոր երևի վերաբերում է մշակույթին եւ ավելի ճիշտ է բոլոր հարցերը, բոլոր երկրների հետ եւ բարեկամ երկրների հետ եւ թշնամի երկրների հետ լուծել երկխոսության միջոցով։ Սրանից ուրիշ լավ ճանապարհ չկա։ Վերջերս մի քանի նախկին պաշտոնյաներ բարձրաձայնեցին մի թեզ, որ եթե չի լուծվում մի հարց, ուրեմն պետք չի ունենալ ընդհանրապես հարաբերություններ այդ երկրի հետ։ Իսկ եթե չունես ընդհանրապես հարաբերություններ այդ հարցերը լուծվում են, իհարկե ոչ։ Խոսենք նաև ներքաղաքական որոշ զարգացումների մասին։ Տևական ժամանակ է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները փոխհրաձգության մեջ են։ Վերջերս Հայաստան Դաշինքի պատգամավոր Ագնես Ախամոյանի կողմից ՀՀԿ-ի դաշտ փոխանցված քարոզչական գնդակը հետ գցելու հերթը Աննա Մկրտչյանին էր, թեմային անդրադարձել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ ձեզ ինչու այդ երկու թևերը որոշեցին հիմա իրենց տարաձայնությունների մասին բարձրաձայնել։ Ես կարծում եմ, գուցե ես սխալվում եմ, բայց կարծում եմ, որ տարաձայնություններ եղել են միշտ, որովհետև իշխանությունը այնպիսի բան չի, որ գրավեց եւ տարաձայնություններ չունենաս, ուրեմն նրանց հետ ովքեր եւս փորձում են այդ իշխանությանը տեր կանգնել։ Չեմ կարծում, որ այստեղ կա գաղափարական կռիվ։ Մոտենում են ընտրություններ։ Այդ ընտրություններին յուրաքանչյուրին թվում է, որ աջակիցները ուրիշ ճամբարից իրեն կարող են միայն խանգարել, որ եթե ինքը լինի մենակ, դա ավելի շատ ուժ կտա։ Եվ զարմանալի է, բայց կրկնվում է այն պատմությունը, որը միշտ եղել է, ամենայն դեպս մեր անկախության տարիներին, որ նույնիսկ ամենամտերիմ կողմնակիցները մի որոշակի ժամանակից հետո սկսում են իրար հետ գժտվել, տարբեր ճամբարներ անցնել եւ այլն։ Ես անկեղծ ասած չեմ ուզում այդ հարցին խորանալ, որտեվ իրականում կարծում եմ դա հետաքրքիր կլիներ միայն այն դեպքում քննարկել տարաձայնությունները, եթե որևէ մեկը կամ երկու ուժերն էլ առաջարկեին նոր բան, այլ ոչ թե վերականգնել հինը որպես լավագույնը։ Այստեղ ես անկեղծ ասած տարաձայնություններ չեմ տեսնում։ Մեկը պարզապես ուրեմն առաջարկում է վերականգնել հինը 98 թվականից մինչև 2008, մյուսը վերականգնել 2008-ից մինչև 2018։ Ես այստեղ սկզբունքային տարբերություն չեմ տեսնում, որը կարող էր հետաքրքրել։ Այ եթե ես տեսնեի դեպի ապագա ուղղվող կռիվը, որը ոչ թե կսահմանափակվեր անձերով, կուսակցական պատկանելությամբ, այլ կոնկրետ ճանապարհով եւ կոնկրետ ինչ-որ լուսավոր բանով, իհարկե կարելի էր դրան անդրադառնալ։ Այս պարագայում այդքան էլ հետաքրքիր չի այդ ամեն ինչը։ Այ օրինակ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից մեկը հարցազրույց էր տվել իր աշխատակազմի ղեկավարը եւ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը օրինակ չէր հանձնի իշխանություն, իսկ Սերժ Սարգսյանը հանձնեց, ինչու են նրանք թերագնահատում ժողովրդի արածը, հա, այսինքն չեն ընդունում, որ դա իսկապես հեղափոխություն էր, որը արեց ժողովուրդը։ Ես կարծում եմ դա ընդհանրապես բնորոշ է շատ շատերին եւ ինչքան շատ են խոսում ժողովրդի
կարևորության մասին այդքան հաճախակի ավելի շատ են անտեսում ժողովուրդը։ Նայեք, ինչ որ ասվում է, կարծես թե ասվում է հանուն ժողովրդի, բայց երբ որ դու նման թեզ ես առաջ բերում, դու առաջին հերթին ցույց ես տալիս, որ դու արհամարում ես այդ ժողովուրդը։ Քո համար ժողովուրդը ոչինչ է, ժողովուրդը ղեկավարվող է սկզբից մինչև վերջ։ Դա այդքան էլ հեռու չէ, ուրեմն ճշմարտությունից կան որոշակի զանգվածներ, որոնք իսկապես, բայց բոլոր դեպքերում, նույնիսկ եթե դու այդպես ես մտածում, դու պետք է հասկանաս մի բան։ Այս ժողովուրդը եւ հիշողություն ունի, այս ժողովուրդը եւ ավելի լավ ապագայի եւ կարիք ունի եւ արժանի այդ ավելի լավ ապագայի։ Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում։ Ըստ ձեզ այս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին որքանով կհաջողվի Հայաստանին այս քաղաքականությունը շարունակել։ Շատ դժվար է։ Անկեղծորեն շատ դժվար է, առավել եւս այն դասավորման process-ի ընթացքը, որ այսօր տեղի ունենում։ Բայց պետք է կարողանալ եւ կարծում եմ այստեղ կա մի սկզբունք։ Պետք չի փոխել քո արժեքային համակարգը կախված նրանից, թե ինչ է կատարվում աշխարհում։ Այդ ժամանակ քեզ, եթե դու փոխես, ոչ ոք չի հարգի։ Ոչ քո բարեկամները, ոչ քո թշնամիները։ Եթե դու քո սկզբունքներին ես ամուր կանգնած, քեզ կհարգեն ինչպես մեկը, այնպես էլ մյուսը։ Եվ ըստ այդ սկզբունքներից ելնելով պետք է փորձել դասավորվել այսօրվա աշխարհում։ Սկզբունքներից ելնելով, այլ ոչ թե նրանից, թե ինչ են քեզ թելադրում տարբեր կենտրոններից։ Այս զարգացումների ֆոնին ինչ սպասել հայ-ադրբեջանական եւ հայ-ռուսական հարաբերություններում։ Դե կարծում եմ հայ-ադրբեջանականը մի քիչ ավելի պարզունակ է, եթե կարելի է այսպես ասել։ Ալիևը բոլոր դեպքերում փորձում է գտնել պատերազմ սկսելու պատրվակ։ Հայաստանը փորձում է իրեն զրկել այդ պատրվակի հնարավորությունը։ Բոլոր դեպքերում այնինչ հայտարարում է Հայաստանը, ուղղված է նրան, որպեսզի չզոհքացնի այն, ինչ հայտարարում է Ադրբեջանը։ Կհամակերպվի Ադրբեջանը դրա հետ։ Կարծես թե այն քայլերը, որ անում է Ադրբեջանը, ուղղված են նրան, որպեսզի ավելի ու ավելի շատ հնարավորություն ստանա ագրեսիվ գործողությունների։ Մենք գիտենք, որ բացի այդ միջազգային տարբեր կառույցների, որին զրկեց հնարավորությունից աշխատել Ադրբեջանում, վերջերս արդեն Կարմիր խաչն է զրկվում այդ հնարավորությունից, դա նշանակում է, որ Ադրբեջանը ուզում է ընդհանրապես ազատվել բոլոր վերահսկողական կամ նույնիսկ իրական սիտուացիան ներկայացնող կառույցներից։ Դա եւ բողոքն է դիտորդների հանդեպ, հա, դա եւ մեծ դժգոհությունն է եվրոպական երկրներից, առավել եւս Ֆրանսիայից այն կապերի համար, որ նրանք հաստատել են Հայաստանի հետ։ Բայց այստեղ կարծում եմ նաև շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը իր հարաբերություններում Ադրբեջանի հետ օգտագործի այն տարաձայնությունները, որ Ադրբեջանը ունի իր կողմնակիցների հետ։ Իսկ նա ունի, չեն կարող լինել երկու երկիր, որոնք որևէ ուրեմն տարաձայնություն չունենան։ Պարզապես պետք է դա գտնել եւ օգտագործել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծում եմ այստեղ ավելի բարդ է, որտեղ Ռուսաստանը ավելի, ասենք ասենք, խորամանկ խաղ է խաղում եւ միգուցե ավելի խորը այսօր ի տարբերություն նախկին ժամանակներին, երբ որ շատ ավելի կոշտ էր, լավ հարաբերություններ, բայց ոչ տեր եւ ստրուկ կարգավիճակներով։ Ամփոփենք նաև վարչապետի վերջին հոդվածը, որը տպագրվել է Armen Press-ում, որը վերաբերում էր հաղորդուղիների ապաշրջափակման թեմային։ Հոդվածում Փաշինյանը մատնացույց է անում ապաշրջափակման հարցում Հայաստանի առաջարկած տարբերակները եւ նշում է, որ ապաշրջափակման հարցը ըստ էության լուծված է, բացառությամբ Ադրբեջանի համաձայնության։ Միևնույն ժամանակ վարչապետը հարց է տալիս, թե ինչու է Բաքուն մերժում Հայաստանի առաջարկները։
Ձեր կարծիքով ի՞նչն է մտահոգությունը, որ արդեն երկրորդ անգամ է այս մասին խոսում վարչապետը։ Եկեք գնանք մի քիչ ավելի դեպի անցյալ, շրջափակումը թույլատնում է Հայաստանը եւ ուժեղացնում է Ադրբեջանը։ Սա էր պատճառը, որ Ադրբեջանը եւ Թուրքիան այդ շրջափակման մեջ էին պահում Հայաստանը։ Եվ թույլ տալ, որ այսօր այդ բոլոր ճանապարհները բացվեն, դա նշանակում է տալ հնարավորություն Հայաստանին արագ զարգանալ։ Իհարկե դա չի բխում այսօրվա Ադրբեջանի իշխանության շահերից։ Կարծեմ միայն սա է։ Բայց արդյոք դա բխում է Թուրքիայի շահերից, թե Թուրքիան դարձել է որոշակի ձևով նաև պատանդ իր, ասենք ասեմ, եղբայրական հարաբերությունների, սա միանշանակ չէ։ Ես կարծում եմ, որ պետք է շարունակել այդ ուղին, ես նկատի ունեմ այն թեզը, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ բացել, որ իսկ ճանապարհ բացել նշանակում է Հայաստանը չի ցանկանում պատերազմել, որովհետև դու չես բացում ճանապարհներ նրանց հետ, ում հետ ուզում ես պատերազմել, եւ հակառակը, փակ ես պահում սահմանները, երբ պատրաստվում ես պատերազմել։ Այս երկու փաստը իրական մոտեցումները պետք է միշտ դրվեն բոլորի առջև։ Եվ այդ ժամանակ պարզ է դառնում, թե ով է իսկապես ուզում խաղաղություն եւ ով է իսկապես ուզում պատերազմ։ Եվ այստեղ այդ ժամանակ բոլոր այդ խոսակցությունները Ադրբեջանի կողմից, որ Հայաստանի սահմանադրությունը տալիս է հնարավորություն, որ Հայաստանը նորից դիմի պատերազմի կամ ասենք թե այդ զինադադարի խախտումները սուտ հնարած իրենք որևէ դեր չեն կատարի, եթե շատ ակտիվ դա ներկայացվի։ Մենք կողմնակից ենք, մենք պատրաստ ենք, խոչընդոտը այն կողմից է գալիս։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։